Հայաստանում միհրի պաշտամունքի խորության և լայն տարածման մասին է վկայում կարևոր այն փաստը, որ հայոց նախաքրիստոնեական տաճարները կոչվում էին մեհյան, ինչը բառացի նշանակում է միհրական։ Սա Միհր Արեգակի պաշտամունքին նվիրված տաճարներից մեկն է Հայաստանում, Գառնիի տաճարը։ Տաճարը եզերող 24 սյուները խորհրդանշում են օրվա 24 ժամերը։ Երկթեք տանիքով, եռանկյունի ճակտոնով սյունազարդ տաճարների այս ոճի նախօրինակը համաշխարհային պատմության մեջ Խալդիի գլխավոր տաճարն է, վկայված դեռևս Քրիստոսից առաջ 8-րդ դարում։ Այս ճարտարապետական ոճը Արարատ Ուրարտուից անցավ Փոքր Ասիա, այնտեղից Հունաստան, Հունաստանից Հռոմ և տարածվեց ամբողջ աշխարհում։ Հետաքրքիր մի փաստ ևս, հայկական հնագույն աղբյուրների, այդ թվում հայոց պատմահայր Մովսես Խորենացու համաձայն, Վանա լճի հնագույն անունն է Աղի ծովակ։ Ըստ միհրական աստվածախոսության, Միհրը ծնվեց նախասկզբնական Աղի ծովում բարձրացող ժայռից։ Հայկական ավանդապատումները հենց Վանա լճում են մատնանշում արևի կացարանը, իսկ հայոց էպոսի համաձայն Միհր մհերը փակվեց այդ լճի ափին գտնվող ժայռի մեջ։ Միհրականության ներթափանցումը Հռոմ տեղի ունեցավ մեր թվարկության առաջին դարում, համընկնելով այնտեղ կայսերական իշխանության ամրապնդման տարիներին։ Այդ ներթափանցման մեջ նշանակալի դեր պետք է խաղացած լիներ դեռևս Քրիստոսից առաջ 60-ական թվականներին Հռոմի և Հայաստանի միջև հաստատված խաղաղությունը, երբ Գնեոս Պոմպեոսը բարեկամական հարաբերություններ ստեղծեց մեծ հայքի արքա Տիգրան Մեծի և Կոմմագենեի արքա Անտիոքոս առաջինի հետ։ Միհրականությունն աստիճանաբար Հռոմում դառնում է պետական, պաշտոնական կրոն և աստիճանաբար վերածվում էր համակայսերական կրոնի։ Նեմրութի սրբավայրը իրենից ներկայացնում է դասական արևապաշտական մի հուշարձան։ Արհեստական բլուրի երկու կողմերում, արևելքում և արևմուտքում կառուցված են գրեթե նույն արձանները։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ արևելյան հարթակի հուշարձանները արևելքի կետից շեղված են մոտ 30 աստիճանով դեպի հյուսիս։ Թերևս սա այն կետն է, որտեղից Անտիոքոս առաջինի ծննդյան օրը հուլիսի 7-ին դուրս է գալիս արևը։ Նկատենք սակայն նաև մի ուշագրավ հանգամանք։ Եթե շարունակում ենք ուղղահայացը արևելյան հարթակից, ապա ուղիղ գծով դուրս են գալիս դեպի հայկական լեռնաշխարհի բարձրագույն կետը, դեպի Մեծ Մասիսի գագաթը։ Այսինքն, յուրօրինակ մի կերպով այս հուշարձանախումբը կարծես թե կապող պորտալար լինի Մեծ Մասիսի և Կոմագենեի թագավորության միջև։ Կոմագենեի մայրաքաղաք Սամոսատը շատ հետաքրքիր դերակատարում է ունեցել հայոց պատմության մեջ։ Բավական է միայն նշել, որ Մեսրոպ Մաշտոցը ըստ Ղազար Փարպեցու և Մովսես Խորենացու իր գյուտը կատարել է հենց Սամոսատում։ Արևապաշտությունը շարունակվեց Կոմագենեի հայերի մեջ բավական երկար ժամանակ։ Հետաքրքիր է, որ օտար աղբյուրներում արևապաշտ հայերը շարունակում են հիշատակվել մինչև 19-րդ դարավերջ և 20-րդ դարասկիզբ Շամսիա անվամբ, այսինքն արևայիններ։ Քրիստոնեության ընդունումից հետո էլ Միհրը չմոռացվեց հայերի կողմից։ Նա դարձավ հայոց էպոսի կարևորագույն հերոսներից։
Դեռ ավելին, նրա կերպարը կրկնապատկվեց, մհեր անունն են կրում էպոսի գլխավոր հերոս Սասունցի Դավթի և հայրը և որդին։ Առաջինը, մեծ մհեր, կոչվում է նաև առյուծաձև մհեր։ Նույն այդ պատկերացումն է արտացոլված Միհրի հռոմեական կայսրությունից գտնված արձաններում, որոնցում հասուն տարիքում պատկերվող Միհրը ներկայացված է առյուծի դեմքով։ Երկրորդը փոքր մհերն է, որով էլ ավարտվում է աստվածային ծագում ունեցող հերոսների շարքը։ Նա սակայն չի մահանում։ Անարդարությամբ լցված երկրի հողը չէր դիմանում նրա ոտքերի տակ, ուստի նա փակվում է ժայռի մեջ, որը հայերը կոչում են մհերի դուռ։ Անտիոքոս Կոմմագենացին ժամանակակից եղավ մեծ հայքի երկու արքաներին՝ Տիգրան Մեծին, ապա նրա որդի Արտավազ II-ին։ Քրիստոսից առաջ 55-ից 34 թվականներին իշխած Արտավազ II-ը ևս իր կենդանության օրոք հռչակվել էր Աստված, նույնացվելով Միհր Արեգակի հետ։ Եվ Արտավազ II-ը և նրա հոգեեղբայր Անտիոքոս Կոմմագենացին, որոնք երկուսն էլ միհրական արքաներ էին, զարմանալիորեն միանման ճակատագրով հեռացան այս աշխարհից։ Նրանք երկուսն էլ գահազրկվեցին Քրիստոսից առաջ 34 թվականին հռոմեացիների դավադրության հետևանքով։ Երկուսն էլ վեհանձնորեն պահպանեցին հավատարմությունն իրենց հայրենիքին, հրաժարվելով ծառայելուց հռոմեական բռնապետությանը։ Որպես Միհր Արեգակի երկրային մարմնավորումներ հայտնված երկու հայ արքաները ինքնազոհողությամբ հեռացան այս աշխարհից, թողնելով իրենց բարեպաշտության և հայրենապաշտության մասին հիշողությունը գալիք դարերին։ Սերունդների հիշողության մեջ նրանց հիշատակը միավորվեց Միհրի հեռացող, բայց անպայման վերադարձող արդարության ու լույսի Աստծո պաշտամունքին։ Նեմրութ հրաշակերտ այս հուշարձանը Անտիոքոս Կոմմագենացին կառուցեց Քրիստոսից առաջ առաջին դարում։ Անցան դարեր և շատ բան փոխվեց ու այլակերպվեց այս սրբավայրի շուրջ։ Անտիոքոս արքան, որ հայտարարված էր Միհր Աստծո երկրային մարմնացում, մոռացվեց դարերով, սակայն վերադարձավ մարդկության հիշողության մեջ 2000 տարի անց։ Միհր Աստվածը երբեք չմոռացվեց իրեն երկրպագող գլխավոր ժողովրդի, հայերի կողմից։ Հայերն այսօր էլ պատմում են իրենց էպոսը, հավատալով, որ ժայռի մեջ փակված աստվածային հերոսը վերադառնալու և արդարություն է հաստատելու աշխարհի վրա։ Հայերը շարունակում են հավատալ ու սպասել լույսի ու արդարության Աստծո վերադարձին։